Թերիա հրապարակել փաստաթղթեր, օրինակ Kivesti case-ը բացակայում է։ Հայկական կողմի պատասխանը։ Kivesti case-ն է բացակայում։ Բացակայումը իհարկե Kivesti վերաբերյալ այսօր ինքը ասաց, որ այդ փաստաթուղթը չկա, դրա կտորները կան կառավարությունը մինչև հրապարակել ենք, բայց դա մեղմ ասած լուրջ չի, որովհետև առնվազն երկու փորձագետ, Թաթուլ Հակոբյանը եւ Թոմաս Դվալը այդ փաստաթուղթը տեսել են ԱԳՆ-ում ժամանակին։ Չկա ՀԱԿ գործող նախագահի 1995 թվականի հայտարարությունը, դա շատ կարևոր է, որովհետև բանակցային ֆորմատն է ֆիքսվում, այդ թվում Լեռնային Ղարաբաղը։ Տեսեք, եթե հրապարակում է Լիսաբոնի գագաթաժողովում նախագահողի հայտարարությունը ՀԱԿ գործող, ինչու՞ չի հրապարակում վետո կիրառելուց Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթը։ Կամ եթե Սերժ Սարգսյանի նամակն է հրապարակում Պուտինին, դա հաստատ եզակի նամակ չի, ինչի՞ չի հրապարակում, ասենք, իր գրագրությունները։ Այո, շատ ճիշտ նկատեցիք, մասնավորապես բացակայում են հայկական դիվանագիտության արձագանքները ու հատկապես 2019 թվականի կարգավորման պլանին Փաշինյանի կամ մեր ԱԳՆ-ի պատասխանը։ Այսինքն իրեն ձեռնտու միայն փաստաթղթերն ու այդ։ Գիտեք, այնպիսի թափթփված եւ ընտրողական ձևով հրապարակվել, ունի ժամանակագրությունը չեմ պահպանում։